Բարև ձեզ New Day-ի հարգելի հետևորդներ, առաջիկա րոպեներին զրուցելու ենք Արցախի Հանրապետության ազգային ժողովի Արդարություն խմբակցության падգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Նախ մի փոքր լավ լուրով սկսենք։ Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը։ Ձեր կարծիքով Ռուբեն Վարդանյանը կարողացավ Բաքվում ընթացող կեղծ դատավարությունների վրա ուշադրություն սևեռել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում այնպես չէ, որ աշխարհը չէր տեսնում այն, ինչ որ կատարվում էր, բնականաբար տեսնում էր, բայց երևի լռությունն էլ իր առիթն ուներ ամեն դեպքում, եւ դա հիմնականում պայմանավորված էր, որ եթե լռում են քո իշխանությունները, ապա ինչու պիտի նախաձեռնող աշխարհը լինի։ Կամ ինչպես պիտի աշխարհը ապացուցի դա կեղծ թե իրական դատավարություններ են, եթե ընդհանրենք Հայաստանի իշխանություններից այդ ուղղությամբ որևէ ձայն չկար կամ հակառակը, եթե կար ձայն, ապա դա սատարումներ հենց Ադրբեջանին։ Այո, Ռուբեն Վարդանյանը ոչ միայն սևեռեց ուշադրությունը, այլ ստիպեց, որպեսզի նկատեն, եթե մինչ այդ հանրությունն էր խոսում, գոռում, գոչում, որ կեղեքում են, խոշտանգում են, ստորացնում ու նվաստացնում են հայերին Բաքվի բանտերում, ապա արդեն փաստերով ես կարծում եմ աշխարհը այլևս չէր կարող չտեսնել այն փաստերը, որ կային, որը եւ տեղի ունեցավ իրականում Ռուբեն Վարդանյանի հացադուլի արդյունքում։ Եվ այս ընթացքում այնպիսի բաներ, որ կամ նկատել չէին խոսել, կամ մանրուքներ էին, որոնք չէին նկատվել, աշխարհի համար նկատելի չէին, դարձան նկատելի։ Եվ կարծես թե կառույցները բացի կոչերից կամ երբեմն ինչ-որ հայտարարություններից թվում է թե շարժ կա եւ կարծես թե ավելի այսպես կոնկրետ գործողությունների են պատրաստվում գնալ։ Հուսանք, որ դա այդ գործողությունների գնալը եւս այսպես չի կանգնի ինչ-որ մի փուլում, այլ իրականում վերջնարդյունք կգրանցի։ Ոչ միայն գերիների հետ կապված ուշադրության սևեռելու մասին է խոսքը, այլ նաև ողջ արցախահայության Արցախի ճակատագրի հետ կապված։ Արցախի հարցը կարծես թե կրկին բերվեց օրակարգ, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում նաև Եվրախորհրդարանում, այսօրվա նաև ակցիան Շվեյցարիայի դեսպանատան մոտ, այսինքն այնուամենայնիվ մի փոքր կայծն անգամ բավարար է, որպեսզի Արցախի հարցը կրկին բերվի օրակարգ։ Գիտեք, երբ 1-1.5 տարի առաջ մենք խոսում էինք, որ Արցախի հարցը փակ չէ եւ չեն էլ կարող փակել այս իշխանությունները, իհարկե հանդիպում էինք Քմծիծաղի, Երոնիայի լկտի պահվածքի կամ պատասխանի, ու վերաբերմունքի բնականաբար, ինչպես նաեւ ճնշումների, հենց այս իշխանությունների կողմից։ Բայց իրականում դա մենք չէինք ասում, դրանք օդի մեջ ասված խոսքեր չէին, քանի որ մեր հանրությունն էլ մի տեսակ էս 7 տարիների ընթացքում սովորել է, որ ավելի շատ այսպես պայթյուններն ու ալիքները պիտի տեղի ունենան սոցհարթակներում, ինչպես այս իշխանությունը, իշխանազավթումն արեց, այս իշխանությունը կառավարեց եւ շարունակում է կառավարել սոցհարթակներով, իրականում որևէ գործընթացներ չիրականացնելով, մենք արեցինք դրա հակառակը, ուղղակի զուտ աշխատանք, լուր գլուխը կախ 24-ժամյա աշխատանք եւ այստեղ ես ուզում եմ նշել, որ մեծ շատ կարեւոր օգնություն է եւ հիմնական գործընթացը առանց իրենց հնարավոր չէր իրականացնել, եթե չլինեին մեր Սփյուռքի հայրենակիցների աջակցությունը այս հարցում, որովհետեւ ես ասեմ, որ Սփյուռքում մենք իրականում բավականին հայրենասեր, այսպես ուժեղ, դերակատարներ ունենք։ Եվ այդ մարդիկ կարող են, այո, իրավիճակ փոխել։ Միայն թե իրենց հետ ճիշտ աշխատանք է պետք ու համագործակցություն։ Ինչպես նաև մեր հանձնախումբը, որը ղեկավարում է նախագահում է Վարդան Օսկանյանը եւ որին լիազորել է հենց Արցախի խորհրդարանը, արցախցիների
ըստ էության անունից պես բանակցային գործընթաց կարող ենք այսպես նաև դնել տարբեր հարթակներում միջազգային իրականացնելու։ Եվ այս ամենը պատկերացրեք, եթե դու անում ես իշխանությունների ճնշման ներքո, իշխանությունների թույլ չտալու դեպքում, պասիվության կամ հակառակը անելու դեպքում, դուք պատկերացրեք, եթե քո սեփական իշխանությունները որևէ նախաձեռնությամբ հանդես գան, դու ինչ արդյունք կարող ես ունենալ։ Ես միանշանակ վստահ եմ, եթե իշխանությունները ազգային շահը պաշտպանեին, ոչ թշնամու, ապա մենք հաստատ Բաքվում չէինք ունենալու ոչ պատանդներ, ոչ գերիներ, եւ շատ ակտուալ եւ երևի թե աշխարհի օրակարգերում, բոլոր օրակարգերում առաջին այսպես հենց տողում լինելու էր արցախցիների վերադարձի իրավունքը։ Երբ Արցախի վերադարձի մասին իշխանություններին հարց է տրվում, միանգամից մարդկանց սկսում են մեղադրել մնայիք, կռվեիք եւ ամենաբարձր մակարդակով ըստ էության Փաշինյանն էլ պարբերաբար այդ մասին խոսել է, ոչ միայն Ալեն Սիմոնյանը, այլ նաեւ Փաշինյանն է ակնարկել, ժամանակին ասում էր պատերազմի ժամանակ խցանումները դուք տեսնում էիք, բոլորը դուրս էին գալիս ըստ էության Արցախից, այդպիսի հայտարարություններ էր անում։ Հիմա եթե իշխանության հետ կռիվ տալու նաև խնդիր չլիներ, միայն Ադրբեջանի դեմ կռիվը լիներ, ինչպես դուք ասացիք, ավելի մեծ արդյունքներ կգրանցվեին, բայց մինչ այս փոքր շարժով մարդիկ ուրախանում են, մենք եւս ուրախանում ենք, Փաշինյանը շարունակում է ակտիվորեն աշխատել Ադրբեջանի հետ, ակտիվորեն աշխատել Թուրքիայի հետ եւ օրինակ սահմանադրությունն ասում է լինելու է տարածաշրջանային, ասում է ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչի, մա այսպիսի հայտարարություններին ինչպես եք վերաբերում։ Գիտեք, մենք իրականում աբսուրդ իրավիճակում ենք, անհասկանալի, հետո սկսում ենք նեղանալ միջազգային հանրությունից, ինչու իրենք քայլեր չեն ձեռնարկում։ Մենք ինքներս մեզ չենք հասկանում, որովհետեւ իրականում ժողովուրդը լրիվ այլ բան է ուզում։ Ես կարող եմ արդեն վստահաբար ասել ողջ ժողովրդի մասին, որովհետեւ այդ ամենի, եթե մենք հավաքական ենք նայում, մեր ժողովուրդը խաղաղություն է ուզում, անվտանգություն է ուզում, բարեկեցություն է ուզում իր հայրենիքում։ Այսինքն այն ինչ որ սովորական մարդը հայը կարող է ուզել իր հայրենիքում։ Եվ այսօր այս ժողովուրդը ինքը տեսել է, որ չկա այդ ամենը, այս իշխանություններով չկա։ Բայց մյուս կողմից էլ կարծես թե ուժեղ ճնշում իշխանության կողմից ժողովրդի վրա դեռևս հնարավորություն չի տալիս ժողովրդին իրականում այսպես ամբողջական ոտքի կանգնել ու հեռացնել դուրս գցել այս իշխանությունները եւ ձևավորել իր պահանջները կատարող իշխանության, որը հենց կապահովի այդ խաղաղությունը, այդ անվտանգությունը, բարեկեցությունը սեփական հայրենիքում։ Այսինքն մենք անհասկանալի իրավիճակում ենք։ Նայեք, դուք ասում եք Հայաստանի ղեկավարը ասում է, որ դա տարածաշրջանային հարց է, սահմանադրության փոփոխությունը եւ ըստ էության տարածաշրջանում ինքը խաղաղություն կբերի։ Դա պատահական չի ասել, գիտեք, դա իր փայլուն միտք չի, որովհետեւ եթե դուք այսօր զուգահեռ նայել եք նաեւ ադրբեջանական լրատվամիջոցների տված տեղեկատվությունը, կոնկրետ իրենց արտգործնախարարը նույն բանն է ասում։ Այսինքն եթե մինչ այս կասկածներ ենք ունեցել, որ լավ միգուցե այս մարդիկ չեն կարողանում, թույլ են եւ այլն, կամ ոչ փաստարկված երբեմն ասել ենք, որ համագործակցում ենք, հիմա ակնհայտ է, հիմա իրենք չեն թաքցնում, իրենք չեն խորշում, որ արդեն հանրությունը հասկանում է, որ այո, կա այստեղ համագործակցություն, որովհետեւ զուգահեռ, եթե ուշադիր եք վերջին ժամանակներում պարտադիր, եթե խոսում է Հայաստանի ղեկավարը, զուգահեռ խոսում են Ադրբեջանի պաշտոնյաները։ ու նույն միտքը, եթե խոսում են Ադրբեջանից, ուրեմն խոսում են Հայաստանի ղեկավարները նույն թեմայից եւ կոնսենսուսային են այդ բոլոր մտքերը։ Ադրբեջանը հայտարարեց, որ վերջ Հայաստանի հետ համաձայնեցրել են արդեն այն երկու անհամաձայնելի կետերը։ Մնում է սահմանադրության փոփոխությունը։ Նիկոլն այսօր ներկայացնում է սահմանադրության փոփոխության կարևորությունը, ասելով, որ ճիշտ է մարդիկ, սա գիտեք նման էր այն մտքին, երբ ազգային ժողովի բարձրադիր ամբիոնից ինքը հայտարարեց, եթե չեմ սխալվում 2021-ին, որ այո, պատերազմը կարող էր կանգնեցնել առանց զոհերի եւ այդքան զոհեր այո, բայց այո, սա դավաճանությունը ինքը հենց որակեց իր արածը դավաճանություն, բայց չկանգնեցվեց եւ այդքան զոհերի գնով, կյանքերի գնով։ Այսօր ինքը ըստ էության նույն բանը ասեց, ասելով, որ սահմանադրությունը
Այո, հիմա շատերը կասեն, որ Ադրբեջանից եկող պահանջն է կատարում, բայց ըստ էության այդպես է ստացվում, սա իր փայլուն միտքն է։ Այդպես է ստացվում, որովհետև դա տարածաշրջանային խնդիր է ըստ էության։ Պատկերացնում եք, ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ըստ Նիկոլի դա տարածաշրջանային խնդիր է եւ ինքը ստիպված պիտի փոփոխության գնա հրաժարվելով այն ամբողջ, այսինքն ջնջելով ողջ պատմությունը, դա իր հետևանքներն է ունենալու։ Արցախի մասին չեմ խոսում, իրենք վաղուց են իրենց համար ջնջել, անցնելով հետո Սյունիքին, անցնելով Սևանի մյուս մի հատվածին եւ այսպես շարունակ։ Եթե սա մեր պատկերացրած խաղաղությունն ու, չգիտեմ, անվտանգությունն է, ապա ես չգիտեմ հետո ինչ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյանը ինքը չի բացառել, որ անգամ խաղաղության պայմանագրի առկայության դեպքում խաղաղություն կարող է եւ չլինել։ Այսինքն ստացվում է, որ մարդկանց հիմարի տեղ են ըստ էության դնում, հետո ասելու են, դե ես զգուշացրել էի, բայց այնուամենայնիվ փորձել եմ բերել խաղաղություն, հիմա դե Ադրբեջանն է։ Իրենք գիտակցված են անում, ես դա համատում, գիտեք ինչ է, ծրարներ են բաժանում ժողովրդին, բայց դատարկ են այդ ծրարները։ Իրենք դատարկ ծրարներ են բաժանում։ Եթե ժողովուրդը գոնե 2018-ին իրոք հավատաց, ինչ որ մի հատվածը հավատաց, 2021-ին եւս հավատացի, որովհետեւ իրենք էլի խափեցին, հաջողված խափեցին։ Նախընտրական քարոզության մեջ այսպես կարմիր տողով գնում էր, հադրութն Շուշին հետ բերելու եւ այլն։ Կարողացան էլի խափել։ Հիմա չեն կարողանում։ 2021-ին նույնիսկ երբ հավատաց նորից ժողովուրդը եւ ընտրեց, որովհետեւ շատ այսպես ամենաթույլ լարի վրա խափեցին ժողովրդին, այսինքն հետ ենք վերելու Շուշին եւ Հադրութը, դեռևս ժողովուրդը հավատում էր, որ ուղղակի այս իշխանությունների մոտ չի ստացվել հաղթել պատերազմում, բայց հաստատ իրենք կարողանալու են դե օկուպացիա, կարողանալու են դա անել։ Եվ գնացին ընտրեցին։ Հիմա չի հավատում այս ժողովուրդը։ Իրականում ժողովուրդը չի հավատում եւ այն դատարկ ծրարները, որ իրենք բաժանում են խոստումներով, ես ամ քիչ այլաբանական եմ ասում, բայց իրոք էսպես է, իմ զգացողությունը ժողովուրդը անմիջապես բացում ու տեսնում է, որ դրանք դատարկ են։ Հետևաբար այստեղ իրենք հիմա ուղղակի խաղում են մի բանի վրա, որ իրականում այո ժողովուրդը դեռևս չգիտի ինչպես այս ամենի դեմն առնի։ Եվ իրենք հենց դրանով են կարողանում երկարաձգել իրենց իշխանությունը, իրենց կյանքը։ Բայց չգիտես, մի տեսակ վստահություն կա, որ ժողովրդի մոտ այդ վիրավորվածությունը շատ է։ Եվ իրականում մեր ժողովուրդը վիրավորվելու դեպքում է, այսպես հստակ գնում, ինչպես Ռուբեն Վարդանյանը հաճախ սիրում էր Արցախում ասել իր նամուստ հասիբի հետևից։ Եվ ես կարծում եմ, որ վերջելի հասունացել է ժամանակը, սրանից են կողմել որևէ բան չկա ուղղակի։ Իսկ քան որ ժամանակը այսպես գլորվում է դեպի հերթական ընտրություններով, երբ իշխանությունը գտնվում է իրենց ձեռքում, վարչական լծակները գտնվում են իրենց ձեռքում, ինչ որ բան հնարավոր կլինի փոխել, թե չէ, եւ նաեւ մյուս կողմից էլ, քան որ դուք բավականին ակտիվ եք Արցախից այստեղ գալուց հետո բոլոր շարժումներին գրեթե ձեզ տեսնում ենք, որովհետև ինչ որ հույս ունեք, որ այնուամենայնիվ Արցախը հնարավոր է վերադարձնել, Արցախի հարցը փակված չէ եւ այլն։ Հիմա լուծումը ո՞րն է։ Կրկին ժողովուրդը պիտի դուրս գա փողոց, թե պիտի գնալ ընտրությունների, ձեր կարծիքով լուծումը ո՞րն է։ Նախ մի փոքր շտկում, ոչ թե հույս, այլ վստահություն ունեմ, որ Արցախի հարցը փակված չէ եւ հույսը դա ուղղակի պարապ նստելու ժամանակ է, երբ նստում հուսացած լինում, ցավոք սրտի այսօր մեր հայրենակիցներ շատ այդ հոգեվիճակում են, երբ ուղղակի հույսով ապրում են, իսկ մենք գոնե Արցախում շատ լավ տեսել ենք, որ հրաշքներ ուղղակի տեղի չեն ունենում, եթե ինքդ չես այդ հրաշքի հեղինակը։ Ինչ վերաբերում է, գիտեք, նորմալ, բարոյական իրավիճակում, այսպես, իհարկե ընտրությունները դրանք ամենանորմալ տարբերակն են, եթե իշխանությունները այդ ժողովրդի սրտի իշխանություններ են, ապա իրենք կշարունակեն իշխանավարել, եթե ոչ, ապա ընտրությունները լավագույն իրականում միակ միջոցն է, որպեսզի ժողովուրդը ունենա այն իշխանությունը, որը ըստ էության իր ցանկություններն է կատարում։
Մեր մոտ այլևս այդպես չի բնականաբար եւ Երևանի քաղաքապետի ընտրությունները, տարբեր այդպես թիմ ընտրություններ կամ սպասելի թիմ ընտրությունները ցույց են տալիս, որ այս մարդիկ բավականին լուրջ այսպես տեխնոլոգիաներ են կիրառում, որպեսզի կարողանան ցանկացած ընտրության մեջ ամեն դեպքում ղեկավարեն իրենք։ Այսինքն եթե հաշվի առնենք, որ այսօր տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքում կամ ինքներս այս ժողովրդի մեջ ենք ու տեսնում ենք, եթե կառավարությունը, եթե այս իշխանությունները նորից գնում են ընտրության, ապա 10-11% հավանականություն ունեն, այսինքն այդքան համակիրներ իրենք ունեն, եւ դա էլ հենց իրենք են, հա, եթե դա լինի օրինական ընտրություններ, բայց հասկանալի է իրենց կիրառվելիք տեխնոլոգիաների եւ այն նորաոճ կեղծարարությունները, որ իրենք են կիրառում, բնականաբար իրենք կարողանալու են շարունակել իշխանավարել։ Ես չեմ վստահում։ Այլ բան, եթե ընտրությունները կազմակերպեն ոչ իրենք, հա, ինչպես 21 թվականին ժամանակավոր պաշտոնակատար դարձավ եւ հենց ինքն էլ կազմակերպեց ու բնական է, որ ինքն էլ պիտի ընտրություններում հաղթեր, ապա եթե 26 թվականին նույնը եղավ, բնականաբար էլի հաղթելու են այս իշխանությունները, միգուցե այլ կերպարով։ Ես հակված եմ ավելի շատ այս իշխանություններից ազատվելու ժողովրդավարական տարբերակին, այսինքն ժողովուրդը դուրս գա ու իրականում որպես գետ այնքան շատ, որ քշի ու տանի այս իշխանություններին։ Մենք ես չգիտեմ, ես չեմ տեսնում այլ տարբերակ եւ գիտեք, այդ կարծիքին եմ եղել, երբ սկսվեց շրջափակում Արցախում, որովհետեւ արդեն շրջափակման մեջ մենք իրականությունը հավատացեք շրջափակման մեջ ենք ավելի լավ տեսել։ Այն ինչ տեղի է ունենում Հայաստանում, չնայած չկային կոմունիկացիաներ, այլևս շփում ֆիզիկական չկար եւ հենց այդ ժամանակահատվածում շատ ավելի լավ սկսեց երևալ ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում եւ ինչքան այլևս մեզ չեն կարողանում ընկալել Հայաստանում նույնիսկ մեր հայրենակիցները։ Նույնիսկ այն հատվածը, ով իրականում հոգով սրտով Արցախի հետ էր ու ցավում էր։ Եվ հենց այն ժամանակ ես հասկացա, որ եթե ժողովրդի միջոցով այս իշխանություններին չքշեն, այլ տարբերակ ուղղակի չկա։ Եվ դրա վառ ապացույցը, երբ մենք շրջափակման ժամանակ հիշում եք մի քանի անգամ բազմահազարանոց, տասնյակ հազարանոց բլոկադայի ժամանակ մարդիկ ոտքով 20, 30, 40 կիլոմետր քայլում գալիս էին Ստեփանակերտի վերածնդի հրապարակ, որ ցույց տային ավելի շատ, գիտեք, Հայաստանի մեր հայրենակիցներին, իհարկե դա նաև ուղղված էր աշխարհին, բայց ավելի շատ Հայաստանի մեր հայրենակիցներին, որ մենք ձեր կարիք ունենք, այսքանս ձեր կարիքն ենք, ու հավատացեք, ես միշտ իմ հոգու խորքում հույս եմ փայփայել, որ այն ինչ որ տեղի ունենում Արցախում այդ հարավակների ժամանակ, դա կայծ կլինի ու կրակ կվառի Հայաստանում, որը եւ կքշի ու կտանի, չգիտեմ, կհեռացնի այս իշխանություններին։ Ցավոք դա չեղավ, ցավոք այդ կայծը չտարածվեց։ Միգուցե էլ այդ տեխնոլոգիաները կիրառեցին ու համոզեցին, որ չէ, էլի Արցախում այնպես չի, ինչպես ներկայացնում։ Չէ, հազարավոր մարդիկ նաև փողոց էին դուրս եկել եւ պահանջում էին ապահովել Արցախի մասին, չգիտեք, ես իրականում եւ որտեղ մենք սրբազան շարժման ժամանակ հազարավոր մեկնարկին հա փաստում են, որ 8 տասնյակ կամ նույնիսկ 100,000 մարդ կար, հա, Հանրապետության հրապարակում մայիսի 9-ին, այնուհետև մայիսի 26-ին ավելի քիչ, բայց կային էլի տասնյակ հազարավոր մարդիկ, բայց դա չի ժողովուրդը։ Այդպես եկավ Նիկոլը, այդ 100,000-ով ցույց տալով, որ դա ժողովուրդն է։ Ժողովուրդը 3 միլիոն է, չէ՞ Հայաստան։ Ես ակնկալում եմ առնվազն 1.5 միլիոնի ներկայությունը։ Դա է ժողովրդական ցասումը։ Մնացածը տեխնոլոգիաներով կիրառվող գործընթացներ են, որը եւ արեց այս իշխանությունը 18 թվականին։ Այսինքն, երբ որ մեր ժողովրդի առնվազն կեսը պատրաստ կլինի դուրս գալ, քշել այս իշխանություններին, այն ժամանակ մենք իրականում կարող ենք խոսել եւ փրկվելու մասին, իրականում կարող ենք խոսել եւ հարգանքի մասին, եւ արժանապատվության, եւ աշխարհի մեզ լրիվ այլ աչքով է նայելու։ Այս ողջ սցենարները մենք Արցախում բլոկադայի ժամանակ կարա այդպիսի հատուկ խումբ կար ստեղծված, որ մենք մշակում էինք այս բոլոր սցենարները։ Ու հավատացեք, սա միակ ելքն է, սա միակ տարբերակն է, որով որ հնարավոր է
խոսել ընդհանրապես Արցախի մասին, այն դեպքում, երբ կկարողանանք փրկել Հայաստանը, որտեղ հիմա չգիտեմ, լույսի արագությամբ Հայաստանը ուղղակի գնում է կործանման։ Բայց ինչպես են օրինակ 1.5 միլիոն մարդիկ համախմբված փողոց դուրս գալու, եթե օրինակ հիմա ներքաղաքական դաշտում մենք տեսնում ենք, որ երկրորդ եւ երրորդ նախագահի թիմակիցներն են միմյանց դեմ դուրս եկել։ Չեմ կարող ձեզ չհարցնել, որովհետեւ երկրորդ եւ երրորդ նախագահը անմիջական կապ ունեն Արցախի հետ։ Գիտեք, նախ ես չեմ ուզում մտնել այդ քաղաքական դիսկուրսի մեջ իրականում, որովհետեւ ունեմ մեկ պատասխան հստակ։ Ինձ համար երկրորդ եւ երրորդ նախագահները հայրենիք պարգևած հերոսներ են, եւ սա պաթոս չի, որ ես ասում եմ, ես միշտ եմ այդպես մտածել եւ երբևէ չեմ շեղվել այդ իմ մտածելուց, այլ կարծիք երբևէ չեմ ունեցել, շարունակում եմ այդ կերպ մտածել։ Ինձ համար 2018-ը հերոսների առումով ոչինչ չփոխեց, ոչ մի արժեք չոչնչացրեց, նույնիսկ երբ փորձում էին գողու ավազակ հռչակել շատ մեր հերոսների, որոնք հիմա ցավոք սրտի նաև ֆիզիկապես մեր հետ չեն, խոսքս նաև Մանվել Գրիգորյանի մասին է, ես մեկ վայրկյան անգամ նույնիսկ այն ժամանակ չեմ կասկածել իրենց հերոս լինելու մեջ եւ չեմ տրվել այդ բոլոր խաղերին ու սադրանքներին, որ սրանք են անում։ Այդ մարդիկ ինձ հայրենիք են պարգևել, վերջ, չկա այլ քննարկում ինձ համար եւ չի կարող որևէ քաղաքական շահ իրենցից որևէ մեկի համար առավել լինել, քան հայրենիքը։ Ես դա վստահաբար եմ ասում։ Գործը չի հասնելու միջև հերթական ընտրություններ, պարզապես ժողովուրդը թույլ չի տալու կամ այսպես համբերության բաժակը արդեն լցվել է եւ պարզապես գործընթացները չեն կարող հասնել միջև հերթական ընտրություններ։ Ես կարծում եմ, որ չի կարող հասնել հերթական ընտրություններ, որովհետեւ այն արագությունը, որ հիմա ամեն բան տեղի է ունենում, ժամերի ընթացքում է փոփոխվում ամեն բան։ Ըստ էության իրական Հայաստանի կոնցեպտը, որ ես անունը դրել եմ իրական Նիկոլ կամ իրական Փաշինյան, որովհետեւ դա չի կարող լինել Հայաստանի հետ ինչ որ ածական իրական օրինակ, որտեղ իրենց ներկայացրած իրական ածականում չկա Սյունիք, իրոք չկա Սևանի մի հատվածը, վերջերս հենց Փաշինյան ինքն էր թվարկում այդ հատվածները, որը ակնկալիք ունի Ադրբեջանը ստանալու։ Եթե մեր ժողովուրդը պիտի հարմարվի նման կոնցեպտի, նման Հայաստանում ապրելու հետ, որը ըստ էության Հայաստան չի այլևս լինելու, դա ժողովրդի ընտրությունը կլինի։ Այստեղ ես չեմ կարծում, ինքը ձևակերպել է, չէ, ասել է, որ 26 թվականի ընտրությունները կլինեն իրական Հայաստանի տեսլականի համար քննություն։ Այո, այսինքն մինչ այդ ոչ թե կլինի քննություն, այդ ժամանակ արդեն հստակ մենք նախաշեմին ենք լինելու։ Եվ այդ անձը, որը հիմա Հայաստանի ղեկավարն է, կարողացավ մասնակցել ընդհանրապես այդ կոնցեպտով, այդ մտքով նախընտրական քարոզարշավին, դա նշանակում է, որ այլևս անիմաստ է որևէ գործընթաց։ Այսինքն լեգիտիմացվում է ըստ էության թրքահաճո։ Այո, որովհետև իրենց քարոզարշավի հիմքում սահմանադրության փոփոխությունն է լինելու։ Սահմանադրության փոփոխություն դա նշանակում է հրաժարում ցեղասպանությունից, հրաժարում միանշանակ Արցախից եւ անկալում Հայաստանը արդեն կեղեքված, այսպես ինչ որ մի փոքրիկ հատվածի վրա, որը հայտնի չի, լինի Հայաստանի Հանրապետություն, թե Հայաստան անունով ինչ որ մի տարածք։ Ես չեմ ասում վախեցնելու համար, որովհետեւ այս նույն բանը, երբ որ 2020 թվականի ես այսօրվա պես հիշում եմ ապրիլի 30-ին, երբ պատերազմ դեռ չկար, երբ մենք արդեն ազգային ժողովի պատգամավորներ էինք, բայց դեռ առաջին նիստը չէր գումարվել, մեր խմբակցությունը ակցիա արեց հենց ազգային ժողովի շենքի դիմաց, այդ բոլոր տեսանյութերը կան, կարող եք վերհիշել, եւ ուղղեցինք այն ժամանակ մեր խոսքը այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանին դեռևս, ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին եւ արտգործնախարար Մաս Իսմայելյանին, որ պատերազմ է սպասվում ահասարսուռ եւ վտանգված է Արցախը ու կանգնած է չլինելու շեմին,
ինչ արեցին մեր հետ, մեր վրա քրեական գործեր հարուցեցին ընդամենը։ Այսինքն նաև ժողովուրդը չէր հավատում, չէր ընկալում։ Գիտեք, շատ-շատերը ծիծաղում էին, որ այսինչ հեքիաթներից ենք մենք խոսում։ Բայց երբ դու սթափ ես, դու այդ ամենը ուղղակի կարողանում ես տեսնել։ Հիմա շատերը խոսում են միայն, որ պիտի պատերազմ լինի։ Ես վստահ եմ, որ չի լինելու պատերազմ։ Իմաստ չկա պատերազմ լինելու, որովհետև այդ պայմանավորվածությունները հստակ կատարվում են, այսպես զուգահեռ բարի դրացիական հարաբերություններով մարդիկ առաջ են գնում, ինչ պատերազմի մասին է խոսքը։ Դրանք ընդհանրապես ժողովրդին սանձելու, վախեցնելու ձևեր են, որովհետև Արցախում էլ էին ասում, եթե հանկարծ Աստված մի արած դուք ինչ որ մի բանից բողոքեք, դժգոհեք, շարժանեք, ինչպես մենք էինք որոշել անել, ապա սահմանի խաղաղ չի լինի, անպայման այսպես կլինի, այնպես կլինի, բայց փաստը ցույց տվեց, որ անկախ նրանից դու ինչ որ բան անում ես թե չէ, եթե Ադրբեջանը որոշել է, որ պետք է պատերազման ինքը անում է, եթե որոշել է, որ առանց պատերազմի ինչ որ մի բան դու պիտի տաս, այս իշխանությունների օրոք դու ուղղակի տալիս ես դա։ Եվ հետևաբար ես կարծում եմ, որ եթե մենք հասնենք 2026 այսպես դրոշակներով փորձենք գնալ ընտրությունների, ապա ես չգիտեմ մենք ինչպիսի Հայաստանում ապրելու համար ենք գնալու այդ ընտրություններին։ Պետք է շատ արագ։ Կա երկու տարբերակ, այսինքն փորձ անելու հնարավորություն, ստիպել ես իշխանություններին փոխել իրենց որոշումները, չփոխելու դեպքում ուղղակի հեռացնել ես իշխանություններին։ Ես չգիտեմ, ես այլ տարբերակ չեմ տեսնում։ Եվ ուզում եմ ավարտենք խոսելով այն մեղադրանքների վերաբերյալ, որոնք պարբերաբար հնչում են Արցախի թե ղեկավարության եւ թե հասարակ ժողովրդի հասցեին եւ կան նաեւ տեսակետներ, որ օրինակ Եվլախում բանակցողները լավ գիտեին, թե ինչ էր լինելու, գիտեին նաև նախագահներին սպասվող ճակատագրի վերաբերյալ, գիտեին ժողովրդին սպասվող ճակատագրի վերաբերյալ, քան որ շատ հաճախ լսում ենք տեսակետներ, որոնք սփռվում են եւ ավելի քիչ է լսելի Արցախի ժողովրդի ձայնը, ես ցանկանամ դրանց անդրադառնալ։ Ինչ կար այդքան ժամանակ բլոկադայի մեջ մնացած եւ հերոսաբար նաեւ սովին դիմակայող հասարակ ժողովրդի ձեռքին եւ նաեւ իշխանության ձեռքին, որ չեն արել եւ նաեւ Եվլախին խնդրում եմ անդրադարձեք։ Նախ այդ հիմար թեզերը ու անբարո թեզերը պետք է լրացնել միայն մի բանով, որ մենք մնացինք, կռվեցինք մինչև վերջին շունչը մեր, որովհետև մենք գիտակցաբար 10 ամիս շրջափակման մեջ մնացինք այն պարագայում, երբ կարող էր յուրաքանչյուրը դիմել ռուս խաղաղապահին, կամ մենք 120,000-ից դիմենք եւ դեռևս շրջափակման ժամանակ դուրս գայինք Արցախից։ Բայց հիշում եք դեկտեմբերին մեր առաջին հանրահավաքը, բլոկադայից 2 շաբաթ անց սկզբից, դա հայտարարությունն էր իլուր աշխարհի, որ մենք ընտրել ենք մնալու պայքարելու տարբերակը։ Եվ մենք մնացինք եւ դա պատերազմ էր։ Պատերազմում միշտ չի որ ռումբեր են պայթում, որի հետևանքով մարդիկ զոհվում։ Նոյեմբերի վերջին կարծեմ մեծ արդեն մենք շրջափակման ժամանակ զոհեր ունեինք, շրջափակման ժամանակ երեխաների մահացության դեպքեր ունեինք, ծնելիության, այսինքն դժվար հղիության արդյունքում երեխաների չծնվելու դեպքեր ունեինք բազմաթիվ, այսպես կարող եմ գիտեք շարք թվարկել, չեմ ուզում, դա հենց պատերազմ էր, որին մենք մասնակցում էինք մինչև մեր վերջին շունչը։ Սեպտեմբերի 19-ին ռմբակոծության, այսինքն պատերազմի երբ սկսվեց, ավելի շատ խաղաղ բնակչության մեջ զոհ ենք ունեցել, քան 44 օրերի ընթացքում, այդ թվում նաև երեխաների մեջ։ Որևէ մեկը չի փախել Արցախից, որևէ մեկը իր դիրքը չի լքել ու փախել։ Եվ ովքեր որ ասում են փախել են, չեն կռվել, իրենք իրենց սեփական օրինակից են երևի ասում, որտեղ իրենք չեն պատկերացնում, կամ պատկերացնում են, որ իրենք լինեին, իրենք փախնելու են։ Այնտեղ դիրքում կանգնած յուրաքանչյուրը գիտեր, որ իր թիկունքում իր ընտանիքն է,
Իր կինն է, իր երեխան է, իր հարազատներն են։ Փախնելու ինչ տարբերակ կամ փախնի, բա իր երեխային հենց նույն ադրբեջանցին սպանելու է, մորթելու է, վերացնելու։ Այսինքն սրանք գիտեք շատ անլուրջ, ուղղակի անբարո մտքեր են։ Անդրադառնալով Եվլախին, մեր հասարակությունը իհարկե իշխանությունների ուղղորդմամբ շատ է կարևորում եւ լրջացնում եւ տանում լուրջ օրակարգային հարց դարձնում ու քննարկումների դաշտ մտնում Ադրբեջանի կողմից արած շոուների շուրջ։ Ինչպես դատավարության ժամանակ երկու Ստեփանակերտում մնացածի, որոնք երբևէ կոստյում չեն տեսել, կոստյում հագցրած տարել էին ցուցմունքներ էին տալիս եւ այսօր ժանրությունը քննարկում է, որ այսպիսի բան կա, այն դեպքում այդ մարդկանցից մեկը հաստատ հոգեբուժարանում օրինակ կցված էր եւ ինքը չի կարող նույնիսկ սովորական դատարանում ցուցմունք տալ ու մնաց այդպես։ Նույնը Եվլախում, ինչի համար եմ սա ասում, որ Ադրբեջանը տեսեք ինչ գեղեցիկ կինոներ, շոուներ, համոզիչ շոուներ է անում։ Ուրեմն երբ լուր ստացանք, որ պետք է Եվլախ պատվիրակություն գնա եւ ընտրվեց կազմ գնացողների, մենք հենց սկզբից էլ համոզված էինք, որ որևէ լուրջ բան չի կարելի սպասել, որովհետեւ ամեն ժամի, ամեն վարկյանի ռեժիմով Արցախի հանրապետության նախագահը կապի մեջ էր ադրբեջանական կողմի հետ եւ այսպես հեռախոսային կամ բանագնացների միջոցով բանակցային գործընթաց էր տեղի ունենում դադարեցման շուրջ կրակոցների եւ հետագա անելիքների։ Ադրբեջանի պահանջն էր դա Եվլախ գնալը եւ դա արվում էր, ասեմ ձեզ, հետագայում շահարկելու համար, աշխարհին ցույց տալու համար, որ տեսեք իրենք ինչ ցիվիլ ճանապարհով այսպես շուտ բանակցային գործընթացում են։ Մեր գործընկերները երբ գնացին Եվլախ, այնուհետև վերադարձան, բնականաբար մենք առաջի բանը, որ եղել է, հավաքվել ենք, որ իրենք մեզ առաջին ասեն, թե ինչ է տեղի ունեցել, ոչինչ տեղի չի ունեցել։ Որևէ պայմանավորվածություն չի եղել, որևէ լուրջ խոսակցություն չի եղել։ Նույնիսկ նախագահների հանձնելու վերաբերյալ Ոչ մի բան, ուղղակի նկարել են։ Ուղղակի ֆոտոներ են արվել, այդպես տեսանկարահանում է արվել, որպեսզի աշխարհին ցույց տան, որ տեսեք ինչ բանակցային գործընթաց է գնում։ Որևէ բան չի եղել, որովհետև ես, գիտեք, շատ բաներ չեմ հիշում, որովհետև կարևոր բան էլ չկար այդտեղ հիշելու, որևէ կարևոր բան չի եղել այդ հանդիպման ընթացքում։ Օրակարգային չի եղել։ Չէ։ Ես եթե չեմ սխալվում, այդ ժամանակ շատ-շատերին անհանգստացնում էր, դուք հիշում եք ժամանակ առ ժամանակ 1-300 հոգյանոց ցուցակ էր դրվում ադրբեջանական լրատվամիջոցներում, 400 հոգյանոց, որ Ադրբեջանը թույլ չի տալու, որ դուրս գան, ընդ որում այդ ցուցակներում իմ անունն էլ օրինակ կար, հա, եւ այդպես շատ-շատերի անունները կային։ Եվ դա եթե չեմ սխալվում, միակ բանը, որ փորձել էին ճշտել նաեւ իսկություն է դրա, այդ ցուցակի ճշմարտացի լինելն էր թե ոչ, եւ դրա շուրջ էլ նույնիսկ պատասխան չէին ստացել, որովհետեւ Բաքվի նպատակը չի եղել կանչել ու լուրջ քննարկումներ անել։ Իրենք միևնույն է հեռախոսակապով բոլոր իրենց պահանջները արդեն դնում էին հենց նախագահի առջև եւ նման բաները ուղղակի շոու էր, որը իրենք անում էին։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, մենք զրուցում էինք Արցախի հանրապետության ազգային ժողովի արդարություն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։